Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շնորհակալություն, հարգարժան պարոն Ռուբինյան, հարգարժան տիկին նախարար, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, սա շատ երկար սպասված նախագիծ է։ Մենք բոլորս իսկապես անհամբերությամբ սպասել ենք այսօրվան, որ ունենանք այս նախագիծը, հանուն մեր երեխաների եւ հանուն մեր տարեցների, մեր հայրենակիցների կարևորագույն փաստաթուղթ է։ Տարիներ շարունակ երբ մենք լսել ենք զարգացած քաղաքակիրթ աշխարհում, որ մարդիկ անվճար բուժօգնություն են ստանում, միշտ է զարմացրել է ոնց ինչպես են կարողացել հասնել դրան, եւ հիմա մենք քայլ ենք կատարում, շատ մեծ քայլ դեպի այդ ճանապարհը։ Այլևս մեր սիրելի ավագ սերնդի մեր հարազատները հիվանդանալուց չեն վախենալու։ Սա շատ կարևոր է, որովհետև բոլորս միշտ մեր լսել ենք մեր միջավայրում, երբ որ մեր հարազատներն ասում են մենք վախենում ենք, ստուգվենք, որովհետև բուժվելու հնարավորություն չունենք։ Եվ այսօր, երբ պետությունը իր սուղ միջոցներից կարողանում է հատկացնել այս կարևորագույն նախագծին այսպիսի մեծ գումարներ, իսկապես հարգանքի արժանի է այդ կառավարությունը, այդ մտահոգությունը ունենալու համար, եւ ես համաձայն եմ տիկին Հունանյանի այն կարծիքին, որ սա հոգատարության, այո, բացառիկ արժեք է, որ պետք է իսկապես եւ անհրաժեշտ է, իհարկե պարտավոր ենք, այո, մեր ժողովրդի համար անելու, բայց նման միջոցներ գտնելը բոլորս գիտենք, որ դա բարդ ճանապարհ է եւ մենք շատ երկար ենք քննարկել։ Եվ փուլային տարբերակը լավագույն տարբերակն է, որովհետև միանգամից վերցնել նման պատասխանատվություն հնարավոր է, որ մենք շատ խնդիրներ չկարողանանք հաշվառել։ Եվ իրականության մեջ այն հարցերը, որ ես տիկին Ավանեսյանին պետք է ուղղեմ, հիմնականում հենց այդ ռիսկերի հետ են կապված։ Համար մեկ ռիսկը, որ ես կուզենայի, որ տիկին Ավանեսյանը մեր հետ քննարկեր, սա հետևյալն է։ Հնարավոր է, որ մենք մեծ ցանկության դեպքում չկարողանանք ծածկել մեզ դիմաց շահառուների ամբողջ ծավալը։ Այսինքն, եթե հիշում եք, պետպատվերի դեպքում մենք ունենում ենք դեպքեր, երբ տարին չավարտված միջոցներ չէին բավականացնում։ Ունենք, այսինքն, բարձիկներ մենք նախատեսում ենք նման դեպքերի համար։ Եվ կա նաև դրա հակառակը, որպես կանոն աշխարհում ավելի շատ գումարների ավելցուկ է առաջանում։ Այսինքն այդ ծավալի շահառուներ չեն դիմում։ Եվ այդ ապահովական ընկերությունների հարստացման, գերհարստացման աղբյուրը դա է, որ ապահովագրում են բոլորը, ծառայությունից օգտվում են քչերը։ Եվ այդ տարբերությունը մենք նախատեսում ենք ճիշտ օգտագործել հաջորդ տարիների համար։ Երրորդը ռիսկերից ամենակարևորը, որը նաև քաղաքակիրթ աշխարհը հաճախ է բախվում, դա կեղծ բուժումներն են։ Ինչպես գիտեք, եւ Միացյալ Նահանգներում, եւ տարբեր եվրոպական երկրներում հաճախ բացահայտվում են մեծ սկանդալներ առողջապահական համակարգում, այս ապահովագրության փաթեթները կեղծ օգտագործել, կեղծ օգտատերի միջոցով դուրս գրելու եւ հսկայական միջոցներ յուրացնելու համար։ Մենք, քանի որ սուղ միջոցներ ունենք, դա համար խիստ կարևորում է, որ մենք գտնենք այնպիսի մեխանիզմներ, որ ուղղակի հնարավորինս սողանցքի տեղ քիչ մնա, որովհետև միշտ էլ գտնվում են մարդիկ, որոնք գայթակղվում են այդ գումարներով եւ հետագայում ծանր պատմություններ լինում, բայց մենք մեր նպատակը պիտի լինի կանխարգելել այդ երևույթները։ Այսինքն մենք հաշվի առնելով, քննարկելով մյուս երկրների փորձը, որտեղ բացահայտվել են կոռուպցիոն հսկայական սխեմաներ, 100 միլիոնավոր դոլարների յուրացումներ են տեղի ունեցել այս նույն ապահովագրության ընթացքում, մենք հասկանանք, մենք ինչպես կարող ենք անել, որ դա հնարավորինս կանխենք։ Այս երեք ռիսկերը տիկին Ավանեսյան կխնդրեի, որ մտածենք, դուք ճիշտ հասկացեք, առաջին հերթին այդ հարցերը նաև ինձ ուղղված, որ ես գտնեմ այդ հնարավորությունները։ Նաև ձեզ, որ դուք ավելի պրոֆեսիոնալ եք այդ գործում, ավելի լավ կարող եք այդ մասին խոսել եւ քննարկման արդյունքում հասնենք լավագույն արդյունքին։ Շնորհակալություն։